Վերադարձանք տաղավար եւ ինչ են անելու ուրբաթ առավոտյան աղջիկները եթերում իհարկե խոսելու են ֆուտբոլի աշխարհի առաջնությունից մեր տաղավարում է ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մարիամ Ստեփանյանը եւ բարի լույս, բարի առավոտ։ Բարի լույս։ Բարի լույս։ Մարիամ, եկեք խոսենք թե ինչ է կատարվում ընդհանրապես ֆուտբոլի աշխարհում բոլոր ֆուտբոլասերները օրեր շարունակ անգամ շատ հեռու գտնվելով օր գիշեր ցերեկ այսպես խառնած հետևում են աշխարհի առաջնությանը, ուր ենք հասել, ինչ կետի վրա ենք, ինչ կարևոր խաղեր են տեղի ունեցել։ Ես ինքս հաստրել եմ հետևել ընդամենը մի քանի խաղի, կարող եմ անկեղծ գտնվել ու չեմ կարող ասել, որ հաստրել եմ նայել բոլորը, քանի որ գիտենք հիմա կա փոփոխություն աշխարհի խաղերի մրցաշարում, ձևաչափն է փոփոխվել, 48 թիմ 40 երկրներ են մասնակցում եւ երկրները United States, Mexico, Canada, այսինքն նույնիսկ ժամային ձևաչափով չես կարող հետևել բոլորին, բայց հրաշալի է, որտեղ սա աշխարհի առաջնությունն է։ Արդեն կարծես թե ֆուտբոլային թիմերը սկսեցին խաղալ իրենց երկրորդ խաղերը, եթե չենք սխալվում, ահա։ Ինչ արդյունքներ են գրանցել եւ արդյոք դուք ունեք ֆավորիտներ։ Իրականում Հայաստանի ազգային հավաքականից հետո ես միշտ երկրպագել եմ Իտալիայի հավաքականին։ Ցավոք սրտի մենք գիտենք, որ նրանք չեն մասնակցում այս աշխարհի խաղերին, հետեւաբար ինձ համար մի փոքր նաև ոչ այդքան հետաքրքիր է, քանի որ չունեմ հենց այդպեսին որպես ֆավորիտ թիմ, բայց եւ այնպես եթե չկանք մենք եւ Իտալիան, հետեւաբար Բրազիլիա, Արգենտինա եւ ինչու ոչ նաև Պորտուգալիա։ Իսկ ինչ կասեք Անգլիայի մասին, կարծես թե բավականին լավ խաղ է ցուցաբերել։ Այո, անցած խաղում Անգլիան բավականին լավ խաղ ցուցադրեց, Քեյնը 2 գոլ կարծես թե, չէ, 2 գոլ գրավեց, լավ խաղ են ցուցադրում, լավ թիմ են։ Այս 48 թիմանոց ձևաչափը արդյոք կարդարացնի իրեն, առաջին անգամ է կարծես թե այսքան տարիների ընթացքում, որ այսքան շատ հավաքականներ են մասնակցում աշխարհի առաջնությանը։ Այդ ֆիդբեքը հետո հասկանալ, մրցաշարից հետո հիմա ոչինչ չենք կարող ասել, բայց հրաշալի է, քանի որ սա մի հնարավորություն է, որ թույլ է տալիս թիմերին մասնակցել, որովհետև սա շատ շատերի երազանքն է մասնակցել աշխարհի խաղերին։ Այն որ մենք ունենք հավաքական եւ հավաքականոն ֆուտբոլիստներ, կարծես թե մենք այդքան էլ ակտիվ չենք, հա, այդ առումով, բայց երբ դիտում էինք ամբողջ աշխարհում ինչ էր կատարվում, երբ պետք է օրինակ Պորտուգալիայի կամ Բրազիլիայի հավաքականի կազմը ընտրվեր եւ ինչ էր կատարվում նրանց ընտանիքներով, քանի որ ֆուտբոլիստներն այնքան շատ են եւ շատ քչերը կարող էին հավաքական ներկայացնել եւ հատուկ էս ընտրված ձևաչափով ցուցադրությունը շատ գեղեցիկ էր եւ շատ տպավորիչ եւ շատ ու շատ հայտնի ֆուտբոլիստներ, որոնց մենք շատ տարիներ շարունակ ճանաչում ենք, ուղղակի երազում էին հայտնվել հավաքականի այդ կազմում։ Պատմեք մի փոքր այս մասին եւ որքանով է սա կարեւոր միգուցե հենց ոչ միայն այդ երկրի համար, այսինքն արդեն իսկ երկիրը չմասնակցած, բայց կարծես թե գովազդն իրենց մասին արդեն ամեն բան ասում էր։ Իրականում շատ լավ գաղափար էր, ես ինքս էլ նայել եմ, հա, Instagram-ում եւ տարբեր այլ էջերում, անսպասելի, բայց իրականում լավ գաղափար էր, քանի որ այո, աշխարհի խաղերին ոչ բոլորը կարող են մասնակցել եւ այդ միջոցով նաեւ իրենք նաև ինչ որ միտեղ PR են կատարում, ինչու ոչ, եւ ինչպես նշեցիք, այո, շատ հանրահայտ ֆուտբոլիստներ, նույն Նեյմարը եւ շատ շատերը սպասում էին արդյոք կհնչի իրենց անունը թե ոչ։ Եթե խոսում ենք PR-ի մասին, չենք կարող չնկատել, որ Կոնգոյի հավաքականը դեռևս ոչ մի խաղ չցուցաբերած, միևնույն է արդեն աչքի առաջ էր բոլորի, որովհետև իրենց հագուստով գրավեցին բոլորին եւ ամբողջ սոցիալական հարթակները իրենց մասին էին, իրենց այդ գեղեցիկ հագուստներով, շատ յուրօրինակ, որքանով է ֆուտբոլում կարևոր նմանատիպ ներկայանալը։ Իհարկե, մենք գիտենք մեդիան որքան շատ ուժեղ ազդեցություն ունի, հետևաբար նաև ֆեշնը եւ առաջին իսկ տպավորությունը թիմի մասին, այսինքն հետո խաղան կհասկանանք ինչպես են խաղում, բայց թե ինչպես եկան, մենք չենք մոռանա, չէ՞, այդ առաջին տպավորությունը շատ հրաշալի էին մտածել իրականում եւ նույնիսկ նշեմ, երբ տեսա իրենց, միանգամից մտածեցի, որ այ կարող Իտալիայի հավաքականն էլ ինչ Մենք հիշում ենք, երբ Իտալիայի հավաքականը նախորդ անգամ Դոլչե Գաբանայից հատուկ պատվիրված կոստյումներով երբ մուտք գործեց, ամբողջ աշխարհը խոսում էր հենց այդ մասին այդ ընթացքում։ Նորաձևությունը գալիս է Իտալիայից, հետեւաբար
Լավ, եթե խոսենք Ռոնալդո եւ Մեսսի այս հակամարտության մասին, որը կարծես թե չի ավարտվում, նրանք մեծանում են, ամեն տարի մտածում ես, որ սա կանգ կառնի կամ կգան մեկ ուրիշը, ով կանցնի, բայց կարծես թե ոչ եւ նաեւ այս պարագայում, քանի որ ամեն մեկը իր երկրի կազմում է, ինչպես արդեն հասկացանք, Մեսսին արդեն մի քանի գոլ հասցրեց ցուցադրել, բայց Ռոնալդոյի մոտ կարծես թե այդքան էլ լավ չի ստացվում։ Սկիզբը Ռոնալդոյի համար մի փոքր անհաջող է, այո, Մեսսին անցած խաղում է 3 գոլ է գրանցել, 3, այո, եւ արդեն աղյուսակում առաջինն է, բայց առաջնությունը դրա առջևում է եւ հետեւաբար ես սպասում եմ երկուսից էլ շատ գոլեր։ Շատ գոլեր։ Չնայած վերջին տարիներին Ռոնալդոյի մոտ կարծես թե չի ստացվում գոլաշատ ֆուտբոլ ցույց տալ աշխարհի առաջնությունների մակարդակում եւ սա նրա համար արդյոք մեծ տրավմա է, դուք ինչ եք մտածում։ Չեմ կարծում այդքան, քանի որ Ռոնալդոն կարծում եմ այնքան իր յետևում ունի ֆունդամենտ, որ նույնիսկ մտածելու կարիք չկա։ Մարիամ, կարող ենք խոսել նաև Հայաստանի աղջիկների ֆուտբոլի մասին, զարգացման մասին, ինչքանով է զարգացած Հայաստանում աղջիկների ֆուտբոլը, ինչ փուլում եք, ինչ շրջանի մեջ եք հիմա։ Մենք դեռևս մեկ քանի շաբաթ առաջ վերջացրեցինք մեր խաղերը, ելույթները, աշխարհի խաղերի նախընտրական փուլում էինք։ Ցավոք սրտի ունեցանք պարտություններ, նախավերջին խաղում ոչ ոքի, ցավոք սրտի, քանի որ կարող էինք 3 միավոր վաստակել, բայց եղավ այն ինչ եղավ, չէր ստացվում, այդ գնդակը չէր մտնում դարպասի մեջ։ Ամեն դեպքում աղջիկները շատ լավ խաղ ցուցադրեցին, վստահ եմ դա հաստատեն նրանք, ովքեր որ եղել են մարզադաշտում կամ նայել են ուղղակի YouTube ալիքով, որից հետո չկարողացանք վերականգնվել, ունեցանք մի քանի վնասվածքներ, մեկնարկային կազմում փոփոխություն տեղի ունեցավ 5-ից ավել ֆուտբոլիստուհիներ եւ անհաջող խաղ ցուցադրեցինք, բայց կարող եմ ասել, որ համեմատելով անցած տարիներին եւ այն տարիներին, երբ ես ինքս եմ խաղացել, իհարկե մեծ քայլերով չենք, բայց փոքր քայլերով առաջ ենք գնում։ Մարիամ, կգա արդյոք այնպիսի ժամանակաշրջան, երբ կանանց ֆուտբոլը ավելի հետաքրքիր կլինի, քան տղամարդկանց խաղով ֆուտբոլը։ Իհարկե, այդ ժամանակը արդեն սկսել է, եկել է։ Մենք ուզում եմ նշել, որ աշխարհի խաղերը աղջիկների տեղի ունենալու մյուս տարի 2027 թվականի հուլիսին Բրազիլիայում եւ նույնիսկ ակումբային մրցաշարերի դեպքում չեմպիոնների լիգայի եւ աշխարհի եւ Եվրոպայի վերլուծությունը ցույց է տալիս, որ շատացել են դիտողները, մարզադաշտ գնացող մարդիկ, այսինքն կա այդ հետաքրքրությունը եւ իհարկե աղջիկների ֆուտբոլը մի փոքր տարբերվում է, սպეციფიკայի հետ կապված է դա։ Իսկ արդյոք մեր հավաքական հնարավորություն կունենա մասնակցել նախընտրական փուլերին աշխարհի առաջնության։ Իհարկե, մենք արդեն իսկ մասնակցում ենք վերջացավ, այսինքն երբ որ գրուպան չես անցնում, վերջ, բայց իհարկե բազմից ես մասնակցել ենք, ես փորձեր ունենք ամենայն դեպքում։ Իհարկե, ես ինքս էլ երբ խաղացել եմ, մասնակցել եմ աշխարհի խաղերին։ Բայց ցավոք սրտի մյուս տարի փաստորեն Հայաստանի թիմը չի մասնակցել։ Ցավոք սրտի արդեն ովքեր առաջին հորիզոնականով գրուպայում տեղ հաստատեցին, իրանք կշարունակեն։ Մարիամ, հուսամ, որ դուք մեզ հետ համաձայն կլինեք, որ մենք անհատական սպորտաձևում բավականին ակտիվ ենք, հա, բայց խմբակային սպորտաձևը կարծես է մեզ մոտ ոչ մի կերպ չի ստացվում։ Իհարկե չհաշված, որ վերջերս նաև բասկետբոլի հավաքականներ բավականին լավ տվյալներ ցուցաբերել, չնայած այն փաստին, որ գրեթե 95%-ը հայեր չէին, այ ինչի հետ եք դա կապում ըստ ձեզ։ Հատիսին նկատի ունեք բասկետբոլին։ Այո, բավականին լավ տվյալներով մենք ենք ունեցել։ Այո, նրանք վերել կապրեցին։ Այո։ Գիտեք, ես ամենտեղ տեսնում եմ գումարի խնդիրը, ինչպես նաև մտածելակերպի մենթալիտետի, քանի որ այո, ճիշտ շեշտեցիք, մենք շատ ուժեղ ենք անհատական սպորտաձևերում, բայց թիմային մակարդակում գուցե մենք դեռևս այդքան հասուն չենք եւ համախմբված։ Մենք միշտ սիրում ենք, որ պետք է մեր ինչ որ մի տեղը ցավանոր համախմբվենք։ Ոչ միայն սպորտում, առհասարակ։
Մարիամ, իսկ կա արդյոք տարբերություն տարիների մեջ, երբ դուք էիք խաղում եւ հիմա, գուցե մի փոքր փոխվել է մտածելակերպը, գուցե մի փոքր ավելի դարձել են համախմբված հավաքականը ընդհանուր առմամբ, թե կախված չէ սերունդներից, պարզապես մենտալիտետն է այդպեսին։ Նայեք, երբ ես էի խաղում, մեր ժամանակ բոլոր աղջիկները Հայաստանից էին, այսինքն հենց local մենք մեր երկրից, բայց հիմա եթե չգիտեք, կարող եմ ասել, որ հավաքական ֆուտբոլիստներ են հրավիրվում արտերկրից եւ այսինքն մենք բախվում ենք մեկ խնդրի հետ, որ տարբեր մշակույթներից են, անկախ նրանից որ բոլորը հայ են, միանշանակ, բայց մեկ աղջիկ Կանադայից է, մյուսը Իտալիայից, մեկը Գերմանիայից, մեկը ԱՄՆ-ից, Ռուսաստանից եւ երբ բոլորով համախմբվում են, այդտեղ կա եւ պլյուս եւ մինուս, այսինքն դու պետք է փորձես բալանսի բերել, բայց համախմբվածության հետ կապված չեմ կարող ոչ մի բացասական բան ասել, քանի որ ուզում եմ շեշտել, որ աղջիկները, ոչինչ չեմ ասում տղաներին, բայց աղջիկները ավելի թասիվով են եւ ավելի ինչպես ասեմ, պայքարող եւ այո, եւ չեն հանձնվում, նույնիսկ այն դեպքում, երբ մենք բոլորս գիտենք, որ մենք չունենք նույն ֆինանսական աջակցությունը։ Չէ, սա իսկապես լուրջ խնդիր է, քանի որ այսինքն չեն նշանակում, եթե աղջիկների հավաքականը չունի ֆինանսական աջակցություն։ Հա չէ, որ մենք չենք խոսում սա ինչ որ ակումբային թիմերի մասին, մենք խոսում ենք հավաքականի մասին։ Այս պարագայում սա իսկապես, այսինքն մոտիվացիա անգամ չկա, եթե խոսում ենք հենց այս մասին։ Նայեք, գումարի խնդիրը դա ակումբների հետ է։ Իսկ հավաքականի մասին, մենք գումարի մասին պետք է մոռանանք, քանի որ հավաքականում հանդես են գալիս միմիայն նվիրյալները, ովքեր սիրտ եւ հոգի կարող են դնել խաղի մեջ եւ բոլոր հավաքականներում տարբեր երկրների գուցե կան պրեմիաներ կամ եւ այլն, բայց դա միայն հաղթանակների դեպքում, լավ արդյունքների, իսկ ընդհանրապես հավաքական հրավիրված ոչ մի ֆուտբոլիստուհի չի վարձատրվում եւ կարգը այդպեսին է եւ դա նորմալ է, ես ինքս էլ խաղացել եմ եւ այսինքն քո շահույթը, քո գումարը, որը կարող ես աշխատել որպես ֆուտբոլիստուհի, դա ակումբն է, այլ ոչ թե հավաքականը։ Լավ, իսկ քանի ակումբ ունի աղջիկների թիմ։ Բարձրագույն խմբում ցավոք սրտի ունենք ընդամենը 4 թիմ՝ Ուրարտու, Փյունիկ, Լեռնային Արցախ, Գանձասար։ Սեպտեմբերից հուսանք կավելանա քանակը, գուցե Նոան միանա կամ նաև Սարտարապատ աղջիկների ակումբը, ինչու ոչ, կան պլաններում նման նախագծեր, տեսնենք կարող ենք կյանքի կոչել։ Եվ հաջորդիվ առաջին խմբում 10-ից ավել թիմեր են, բայց այնտեղ մի փոքր այլ level է։ Մարիամ, մի փոքր կպատմեք, թե ինչ մթնոլորտ է տիրում կանանց հավաքականում եւ ինչպես են անցնում մարզումները ամենօրյա ռեժիմով, թե արդյոք շաբաթական մի քանի անգամ։ Նայեք, հավաքականի աղջիկներին ես հանդիպում եմ միայն պաշտոնական պատուհանների ժամանակ UEFA-ի կողմից թույլատրված, այսինքն բոլորը խաղում են տարբեր ակումբներում եւ երբ հրավեր են ստանում, արդեն գալիս Հայաստանում, արտերկրում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Իտալիայում, այո, շատերը։ Եվ հրավեր են ստանում, արդեն վերադառնում են Հայաստան։ Մաքսիմում մենք կարող ենք ունենալ 6 օր, մաքսիմում, դա կախված է պատուհանից, այսինքն 6 օրվա ընթացքում մենք փորձում ենք շատ կարճ ժամանակահատվածում իրենց տալ այն ամենը, ինչ ուզում ենք տեսնել խաղի ընթացքում, փիլիսոփայությունն է, մարտավարությունն է եւ Այդտեղ դուք մեզ հենց նոր պատմեցիք այն մասին, որ աղջիկները խաղում են նաև դրսում, հա, ինչ որևիցե թմերում։ Երբ որ Հայաստանի տղաների ֆուտբոլի հավաքականից խաղում են դուրսը, մենք բոլորս տեղյակ ենք, շատ ակտիվ հետևում ենք, երկրպագում ենք, բայց աղջիկների այդ հաջողություններից օրինակ ոչ ոք տեղյակ չէ։ Օրինակ ես առաջին անգամ եմ լսում, որ մենք ունենք հայ աղջիկներ, ովքեր խաղում են դուրսը արտերկրում աղջիկների թիմերում։ Օրինակ, պատմեք մեզ մի քանի թիմի մասին շատ այսպես հայտնի, որ մեր հայ աղջիկները այնտեղ ունեն իրենց տեղը։ Okay, շատ բարի։ Նայեք, ունենք հենց Հայաստանից, բնիկ, Գյումրիից, Վանաձորից աղջիկներ, ովքեր փոքր հասակից մարզվել են եւ որից հետո հնարավորություն են ունեցել հանդես գալ Ռուսաստանի առաջնությունում։ Օրինակ,
իրենցից 3-ը հանդես են գալիս Ռուսաստանի բարձրագույն խմբում, Ռոստով ակումբում։ Իհարկե ճիշտ նշեցիք, ոչ բոլորն են հետևում, միայն կարելի ասել մեր փոքր խոհանոցային այն մարդիկ, ովքեր որ տեղյակ են, եւ արտերկրից եւս ունենք աղջիկներ, Իտալիայի 2-րդ դիվիզիոնում են հանդես գալիս Դոնարոմա, Ամերիկայում ունենք դիվիժն առաջին բարձրագույն խմբում եւս մեր դարպասապա Սոֆին են եւ շատերը Ուկրաինայում եւս Սա երևի թե ավելի սխալ PR-ի արդյունք է, որ մենք մինչև այսօր տեղյակ չենք այդ մասին։ Չէ՞ որ սա նույնպես ձեռքբերում է բավականին մեծ։ Իհարկե, հատկապես երբ դու գիտես այդ աղջիկների անցած ճանապարհը եւ թե ինչպես եւ որտեղ են մարզվել եւ հաշվի չառնելով մարդկանց կարծիքները, իրենք եւ փառք Աստծո, իրենք այսօր աշխատում են գումար իրենց սիրելի աշխատանքով։ Լավ, Մարիամ, եւ վերջին հարցը տղաների պարագայում գիտենք, որ մոտավորապես 30-ից հետո արդեն դժվար է ֆուտբոլ խաղալ եւ իհարկե անկախ թե որ պոզիցիայում են լինում, կարծես թե գնում են արդեն դեպի դաթարի։ Աղջիկների պարագայում դա ինչպես է, չէ՞ որ կանայք արդեն ամուսնանում են, ծննդաբերություն եւ արդյոք հնարավոր է հետո շարունակել նորից խաղալ, անգամ մինչեւ 30։ Ահա։ Ուզում եմ նշել, որ նախ ունենք աղջիկներ, ովքեր որ ամուսնացել են եւ հետո շարունակել են խաղալ ֆուտբոլ կամ գուցե շարունակել են մրցավարական կարիերան, մրցավար են միջազգային։ Աղջիկների մոտ մի փոքր ավելի ուշ է հասունանում այդ ֆուտբոլային պիկ հմտությունները, պիկը, այո, այդ պիկը աղջիկների մոտ մի փոքր ավելի ուշ է գալիս։ Օրինակ ինձ մոտ ես հիշում եմ, երբ ես խաղում էի 19 տարեկան էի եւ երբ 26 տարեկան էի, հետո մի հատ նայում ես հետ, ասում ես, Աստված իմ, ես այն ժամանակ հասկացել եմ ֆուտբոլը, մտածել եմ, որ հասկացել եմ, բայց հիմա այլ կերպ ես խաղում, այլ կերպ ես հասկանում եւ չեմ խոսում դեռ եւս պլյուս 10 տարի եւ հասկանում ես որպես մարզիչ, որ այո, ֆուտբոլը օր-օրի զարգանում է, պետք է միշտ այդ գծի վրա մնաս։ Բայց 26-ը հարցակողների համար արդեն դեպի հետ գնալու տարիք է, այսինքն արդեն ակտիվ տարիք չէ։ Աղջիկների համար չի եկա, Հետաքրքիր է։ Աղջիկների համար չի ասի եւ աղջիկները նաեւ ապացուցված է, որ նաեւ շուտ են վերականգնվում։ Քան տղաները։ Աղջիկները ուրիշ են։ Միանշանակ։ Եթե վերադառնանք աշխարհի առաջնությանը եւ սրանով սահմանափակենք մեր եթերը, ձեր ֆավորիտ թիմերին խնդրում եմ ասեք, ով կհաղթի, ինչ եք կարծում։ Ես կարծում եմ, որ ֆինալում կտեսնենք Արգենտինա-Ֆրանսիա խաղը, թե ինչպես կդասավորվի։ Իսկ ով կլինի հաղթողը։ Իմ ցանկությունը Արգենտինան։ Ունեք կանխատեսումներ հաշվի հետ կապված։ Երևի թե 2-1։ Շատ լավ։ Մենք ակտիվ կհետևենք։ Այո։ Շատ բարի։ Շնորհակալություն։ Ձեզ ևս։ Մենք անցնենք առաջ, շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, իսկ հիմա երաժշտություն Շանթի եթերում։ Գնացինք։